Ներկա քաղաքական գունապնակում ազգային գույն ավելացնելու տեսանկյունից կարևոր դերակատարություն է Հայաքվեն ստանձնել։ Արցախի վերահայացումը կամ արցախցիների վերադարձը միայն Հայաստանի Հանրապետության պարտականությունը չէ, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պարտականությունն է։ Օրվա իշխանությունները տարբեր շրջանում թշնամական պետության Ադրբեջանի բարձրագույն իշխանության քիմքին հաճո հայտարարություններով արձանագրել են նրանց շահերը։ Իրավական գնահատականը լինելու է եւ ոչ միայն Փաշինյան, այլ բոլոր այն դերակատարները, ովքեր որ ունեցել են մեղսակցություն այս ամենի մեջ, այդ իրավական գնահատականը իրենց վերաբերելու։ Կարևոր է, որպեսզի մեր ժողովրդին կարողանանք մենք յուրաքանչյուրս բացատրենք, որ Արցախի վերահայացման եւ Արցախի տարբեր իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ պատերազմ չի կարող բերել։ Բացի այդ արդարության կոմպոնենտից, Արցախը նաև Հայաստանի համար ռազմավարական խորություն է Հայաստանի Հանրապետության համար։ Խաղաղությունը չի ենթադրում, որ պետք է բանակը կազմալուծվի, կազմաքանդվի եւ զինվորականությունը ծրվի տներով, թիվը կրճատվի եւ այլն։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը շարունակությունն է Հայաքվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության։ Այս դրոշը, որ երևում է, գույնը Արցախի հայտնի մենք ենք մեր սարերը կամ տատիկ պապիկի արցանի քարերի գույնն է։ Սանդղակը, որ երևում է, Արցախի դրոշի սանդղակն է։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման ստեղծման հիմքում Արցախի հարցն է։ Այսօր այս թեմայով խոսելու ենք Հայաքվե վարչության անդամ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ։ Շնորհակալ եմ Աննա ջան հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ մեր խոսակցության թեման Արցախի վերահայացումն է։ Մենք ստեղծեցինք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորում, ավելի ճիշտ Հայաքվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը, ես էլ եւ դու էլ եւ եւս 64 քաղաքացիներով մեկնարկ տվեցինք նրա համար, որովհետեւ Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի մաս, որի պատճառով նաեւ որի հետևանքով ավելի ճիշտ Արցախը ենթարկվել էր շրջափակման, բլոկադայի եւ մենք ուզեցանք քրեականացնել Արցախի ճանաչելը Ադրբեջանի մաս եւ այդպիսի օրենքի լրացում անել քրեական օրենսգրքում եւ ստեղծվեց հենց Հայաքվեն։ Վերջին շրջանում այս իշխանություններին կարծես թե ինչ որ կերպ հաջողվել է էլի քարոզչական դաշտում հասնել մի հանգրվանի, որ Արցախի մասին խոսելը կարծես ընկալվում է որպես պատերազմ բերողների ռևանշիզմի, հա, այսպիսի ընկալում է ցավոք սրտի։ Կա այդ իրողությունը, բայց մենք այստեղ ենք ասելու համար, որ մեր կարևորագույն նպատակն է Արցախի վերահայացումը եւ մեր ամբողջ գործունեության իմաստի կենտրոնը գալու է հանգելու է դրան։ Այսօր արի խոսենք այդ մասին, փորձենք հասկանալ այս պայմաններում, աշխարհաքաղաքական այս իրավիճակում, ներհասարակական այս պայմաններում ինչպես կարող ենք դրան հասնել։ Նախ եւ առաջ սկսենք ընդհանուր դիտարկումներից Աննա ջան։ Այո, Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնությունը սկզնական փուլում որպես օրենսդրական նախաձեռնություն հայկական քաղաքական իրականության մեջ այդ ամենածանր շրջանում, երբ վախը կար Արցախի վերջնական կորստի, սա մարտահրավերային քայլ էր, որով Հայաքվեն եկավ եւ հաստատեց, որ կարող է ստեղծել օրակարգ։ Այսինքն տասնամյակներ շարունակ քաղաքական դաշտում ավանդույթ դարձած իրողությունների տրամաբանությունից դուրս ստեղծվեց այնպիսի օրակարգ, որը ես վստահորեն կարող եմ ասել, որ համաժողովրդական միահամուռ կամքի դրսևորման նախադեպ ստեղծեց։ Վստահորեն կարող եմ ասել եւ դրա ապացույցը իրավական տեսանկյունից այն քաղաքացիների ստորագրություններն էին, ովքեր առանց վախենալու իրենց կամքը հստակ արտահայտեցին սեփական ստորագրությամբ վերահաստատելով, որ Արցախը հայկական է եւ ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից հետ քայլ անել չի կարելի։ Եվ նրանք, ովքեր որ ունեն իշխանական լծակներ
եւ ոտնձգություններ թույլ կտան այս հարցի վերաբերյալ համամարտկային տեսանկյունից բացասական քայլ անել, հրաժարվել այդ պահանջատիրությունից, սա համամարտկային հարց է, այդ մարդիկ պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ճիշտ է։ Սա ամրագրում էր։ Այս փուլում հայաքվե քաղաքացիական ազգային քաղաքացիական միավորումը նոր ըստ էության հանձնառություն է ստանձնել, որով փորձում է այս ստեղծած սեփական օրակարգը ազգային պետական շահի շուրջ առաջ տանել, հաջորդ փուլ անցկացնել։ Իրավական տեսանկյունից մտնել քաղաքական ուրեմն դերակատարությունների փուլ, որտեղ իր վրա պատասխանատվություն կվերցնի, որ արդեն իշխանական լծակներ ունենալու պարագայում է ստանձնելու հարցը միջազգային հանրության այդ թվում հասանելի դարձնելու տեսանկյունից։ Բարդ է, սակայն ես կարծում եմ ներկա քաղաքական գունապնակում ազգային գույն ավելացնելու տեսանկյունից կարևոր դերակատարություն է հայաքվեն ստանձնել։ Այս փուլում, երբ տարբեր հիմնախնդիրներից են քաղաքական ուժերը խոսում, իրենց ծրագրերը ներկայացնելով, շատ կարևոր է, որպեսզի մենք հստակ ձևով ամրագրենք, որ Արցախի հարցից հրաժարումը անթույլատրելի է եւ սա մեզ համար կարմիր գիծ է։ Կարմիր գիծ է նաեւ այն տեսանկյունից, որ մենք պատրաստ ենք համագործակցել այնպիսի ուժերի հետ, ովքեր իրենց օրակարգում են պահում Արցախի հիմնախնդիրը։ Տեսեք, շատ հետաքրքիր մանիպուլատիվ, նաև տեխնոլոգիական առումով ագրեսիվ արշավ է տարվում հայ հասարակության հանդեպ, որովհետև հնարավորինս ամեն կերպ փորձում են մեզ համոզել, որ Արցախի հարցը փակված է, այն այլևս օրակարգում չկա, որ բոլորը համակերպվել են Արցախի կորստի հետ, նույնիսկ արցախցիները, միջազգային հանրության մոտ ընդհանրապես սա քննարկման առարկա չէ, բայց սա տոտալ սուտ է, ամբողջովին ոտքից գլուխ սուտ է։ Այսպես փորձում են մեր հասարակությանը խորը մոլորության մեջ մտցնել եւ Արցախի հարցը փակված համարել։ Որքան էլ որ օրվա իշխանությունը այդ մասին առավոտից երեկո խոսի, Արցախի հարցը միջազգային իրավական տեսանկյունից փակված համարել չի կարելի եւ փակված չէ, որովհետեւ սա վատ նախադեպ է այսօրվա խառը աշխարհակարգում եւ միջազգային բարդ հարաբերություններում այլ ազգերի համար սեփական իրավունքների զրկվելու տեսանկյունից։ Եվ եթե Արցախի հայությունը 100,000-ից ավելի հայ, ովքեր իրենց բնորանից էթնիկ զտմամբ ուժի պարտադրանքի ներքո, մահվան սպառնալիքի ներքո, վախից ելնելով եւ տարբեր պատերազմական, Ադրբեջանի կողմից գործադրվող պատերազմական գործողությունների արդյունքում ստիպված եղան լքել իրենց հայրենիքը, դա վատ նախադեպ է այլ ազգերի համար։ Այսինքն մեկ պետությանը իրավունք է վերապահում, ով ուժ ունի բավարար չափով, ուժի գործադրման մյուս պետությունից խլել նրա սեփական բնորանը եւ տարածքը։ Գազայում ներողություն, Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը մենք կարող ենք համարել նաեւ Արցախի հետ տեղի ունեցածը որպես դրա նախադեպ, եթե Արցախի հետ տեղի ունեցածը մարսվում է, Արցախի ժողովրդի հետ տեղի ունեցածը, որը եւ հենց էթնիկ զտման ցեղասպանության արտացոլում է, դրսևորում է, եթե մարսվում է, ուրեմն Գազայում է կլինի ցանկացած տեղ։ Մերձավոր Արևելքում ցանկացած ազգի, ցանկացած պետությանը հետ, ով կհամարձակվի իր ազգային հետաքրքրությունները եւ շահը կամ նույնիսկ տարածքային պահանջները ներկայացնել մեկ այլ պետության հանդեպ։ Տեսեք, սա շատ կարեւոր է եւ ուզում եմ շեշտադրել հենց այսօրվա իրավիճակում, նաեւ աշխարհաքաղաքական տարբեր բևեռների առճակատման ֆոնին, որովհետեւ ներքին խառը քաղաքական իրավիճակը երբեմն թույլ չի տալիս արձանագրելու միջազգային հանրության հայտարարությունները, որոնք թերևս այսպես եթե միջազգային իրավունքի տեսանկյունից ենք նայում, որպես այդպիսին կատեգորիա, այն կարելի է ասել ինչ որ առումով ոչնչացվել է։ Սակայն սա չպետք է ընդունել հիմք եւ ասել կոնֆլիկտի հարցը փակված է։ Փակված չէ, աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում եւ աշխարհը շարունակելու է իր բնականոն կյանքը, նույնիսկ եթե աշխարհակարգի որոշակի փոփոխություն լինի, կհաստատվի որևէ նոր այլ աշխարհակարգ եւ դրա
տրամաբանության մեջ մենք պետք է շարունակենք մեր իրավունքի հարցը ներկայացնել միջազգային հանրությանը եւ պետք է արձանագրենք, որ տարբեր երկրներ աշխարհի տարբեր ծայրերում, մինչև Ավստրալիա եւ Եվրոպական միության երկրներ, Հյուսիսային Ամերիկայի պետություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Կանադան ֆիքսել են եւ արձանագրել են Արցախի հայերի վերադարձի իրավունքը։ Այո։ Առաջինը մենք պետք է դա ֆիքսենք, որ վերադարձի իրավունքը առհասարակ, ինչպես եւ մասնավորապես արցախցիների վերադարձը կամ Արցախի վերահայացումը, հայերի վերադարձը Արցախ միջազգային իրավունքի շրջանակներում օրինաչափ եւ իրավաչափ գործողություն է։ Վերադարձի իրավունքը ազատ տեղաշարժման իրավունքի բաղկացուցիչ մաս է եւ այնտեղ է գտել մարդու իրավունքների համընդհանուր իրավունքների եւ ազատությունների հռչակագրում 1948 թվականի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում բազմաթիվ այլ իրավական ակտերում, իսկ կոնկրետ Արցախի ժողովրդի տեղահանությունը, էթնիկ զտման դատապարտումը եւ նրանց անվտանգ, ապահով եւ արժանապատիվ վերադարձը ֆիքսված է, ամրագրված է արդարադատություն իրականացնող աշխարհի մակարդակով թիվ 1 կառույցի ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ գրված է դա սևով սպիտակի վրա եւ բազմաթիվ, ինչպես այո նշեցիր, պետությունների թե հավաքական հայտարարությունների մեջ, ինչպես օրինակ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի հայտարարություններ, ինչպես նաև անհատական առանձին պետությունների եւ միջազգային կառույցների հայտարարությունների, զեկույցների, որոշումների մեջ արձանագրված է։ Այնպես որ իրավական հիմքի տեսանկյունից մենք այդ փաթեթը հստակ ունենք, ու երբ որ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը լինի եւ նաեւ Հայաստանում լինի ազգային իշխանություն, որը այս հարցում հետամուտ է լինելու, թող բոլորն էլ իմանան։ Այն մարդիկ, ովքեր որ ատում են Արցախը Հայաստանում, այն մարդիկ, որ ատում են Արցախը Հայաստանից դուրս, այն մարդիկ, ովքեր որ բաքվում են հիմա, բոլորն էլ պետք է իմանան, որ այսպես մի բաժակ ջուր խմելու նման չէր 2020 թվականի այդ ցեղասպան պատերազմի սանձազերծումը եւ 2023 թվականի էլի ցեղասպան ագրեսիայի սանձազերծումը, որի արդյունքում 100,000-ավոր մարդիկ իրենց հազարամյակների հայրենիքից պարզապես տեղահանվեցին եւ հարյուրավորներն էլ զոհվեցին եւ ճանապարհին մահացան։ 60-ից ավելի մարդ միայն տեղահանության ճանապարհին է։ Ցավալիորեն։ Ճանապարհին է։ Էնպես որ իրավական հիմքը կա եւ այդ իրավական հիմքը մեզ համար շատ կարեւոր է։ Մենք այդ մասին պետք է խոսենք, պետք է շարունակենք պահանջել բոլոր պետություններից, որովհետեւ Արցախի վերահայացումը կամ արցախցիների վերադարձը միայն Հայաստանի Հանրապետության պարտականությունը չէ, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պարտականությունն է, բայց ցեղասպանության եւ էթնիկ զտման հետևանքների վերացումը միջազգային հանրության կոնվենցիոնալ պարտականությունն է։ Եվ այդ առումով, եթե այսօր մենք ունենք ապազգային թրքահաճո իշխանություններ, որոնք որ բնականաբար չեն զբաղվում եւ ընդհակառակը փորձում են թաղել գերեզմանը հրահանգ են ընդհանրապես կատարում։ Բնականաբար մենք շարունակելու ենք այս հարցը բարձրացնել անկախ նրանից ինչ կարգավիճակում ենք լինելու։ Ընդդիմադիր կլինենք խորհրդարանում, ընդդիմադիր կլինենք արտախորհրդարանում, քաղաքական կլինենք թե քաղաքացիական կլինենք, մենք եւ մեզ հետ բազմաթիվ մարդիկ շարունակելու ենք այս հարցը բարձրացնել։ Միանշանակ, ես էլ ուզում եմ ամրագրել մենուա քո խոսքերին հավելելով, որ մտայնությունը, մեր հասարակության մեջ տարածվող, թե քաղաքացու ձայնը որոշում չունի, դա պարզապես միֆ է։ Քաղաքացու մեկ ձայնը ծովի մեջ մեկ կաթիլ է եւ պետք է միշտ հիշել, որ ծովը ձևավորվում է հենց այդ կաթիլներից եւ եթե այդ կաթիլները չհավաքվեն, ծովը չի ձևավորվելու եւ ցամաքելու։ Հետեւաբար մեր ազգային ծովի ձևավորման հարցում մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կամքի դրսևորումը շատ հստակ է։ Այդ կամքը փորձել են
տարիներ շարունակ կոտրել, մասնավորապես 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո խորացող հուսալքությունը մարդկանց տարավ ապատիկ տրամադրությունների մեջ եւ նորից էլի reverse process սկսեց գնալ, հա, նորից էլի ինչպես որ տասնամյակներ շարունակ եղել է, որ քաղաքացին որոշող չէ եւ այլն, նորից սկսեցին գալ այդ հանգրվանին։ Ես ուզում եմ ասել, որ Հայաքվեն այս առումով նաեւ շատ կարեւոր դերակատարություն է իր վրա վերցրել 2023 թվականին որպես օրենսդրական նախաձեռնություն, իդեպ որը նախադեպային էր Հայաստանի Հանրապետության անկախ պատմության ընթացքում եւ մենք այդ նախադեպով ապացուցեցինք, որ քաղաքացիների, մի խումբ քաղաքացիների վճռականությունը կարող է օրակարգ ստեղծել եւ պարտադրել։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք, անցնում ենք հաջորդ փուլ եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մեր կամքը ավելի ամրապնդվի մեր քաղաքացիական, նաեւ ազգային շահերի առաջմղման հարցում։ Ես ուզում եմ նաեւ անդրադարձ անենք մենք միջազգային հանրության հետ աշխատանք տանելու կարևորագույն հարցին, որովհետև այստեղ էլ տրամադրությունները շատ կանխակալ են ու նաև բացասական առումով վերադարձի իրավունքի համատեքստում, չէ՞։ Ես պետք է այս պահին մի հատ ներողություն խնդրեմ, մի հատ կարճ բան անենք ու անպայման այդ երրորդ հարցը մեր որպես ասած ամենատարողունակ հարցն է, թե ինչպես պետք է հասնենք դրան։ Մինչև այդ Անա ջան, առաջարկում եմ մի հատ ամրագրել նաև այն, որ պետք է իրավակ քաղաքական գնահատական տրվի այն ամենին, ինչը բերեց հանգեցրեց այսօրվա հանգրվանին, այսինքն այս իշխանությունների, Փաշինյանի գլխավորած իշխանությունների բոլոր քայլերին։ Անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական իրավիճակ էր փոխվել, թե ռուս-թուրքական պայմանավորվածություններ կային, թե ամերիկա-թուրքական, չգիտեմ, անկախ այդ ամեն ինչից, առաջին պատասխանատուն Հայաստանի Հանրապետության իշխանություններն են եղել, ովքեր որ իրենց գործունեության կլինի, թե անգործության, ես համոզված եմ, որ գործունեության մեր ուսումնասիրությունները դրան են բերում, արդյունքում նաև արագացավ եւ եղավ 44-օրյա դավադիր պատերազմը եւ դրանից հետո տարածաշրջանում ձևավորված փխրուն ստատուս քվոյի փոփոխությունը եւ Արցախի ճանաչումը Ադրբեջանի մաս որպես այդ ամեն ինչը բերեց հանգեցրեց էթնիկ զտմանը, դա մենք այժմ տալիս ենք քաղաքական գնահատական դրան, բայց հետո իրավական գնահատականը լինելու է եւ ոչ միայն Փաշինյան, այլ բոլոր այն դերակատարները, ովքեր որ ունեցել են մեղսակցություն այս ամենի մեջ, այդ իրավական գնահատականը իրենց վերաբերելու է։ Լինի դա 3 ամիս հետո, լինի դա 1 տարի հետո, 5 տարի հետո, թե 10 տարի հետո, անխուսափելի է դա լինելու է։ Արես իրավակ քաղաքական գնահատականի մասին ասենք ու անցնենք։ Հաստատում եմ, դա կարևոր է։ Կարևոր է պետության համար, որովհետև եթե գնահատականը չտրվի եւ իրավական առումով եւ քաղաքական առումով սա դառնալու է վատ նախադեպ նաեւ հաջորդ իշխանությունների համար ինքնագործունեություն ծավալելու եւ անպատիժ մնալու տեսանկյունից։ Հետևաբար շատ կարեւոր է, որ հաջորդ արդեն ձևավորվելիք ազգային իշխանությունը առաջնահերթություն կարգի այս հարցը եւ այդ գնահատականը նաեւ իրավական տեսանկյունից ամրագրի եւ իրագործի։ Գնահատական տալը կարող է լինել բանավոր, սակայն այստեղ կարևոր են նաև գործողություններ։ Ինչ գործողություններ են հետևելու այդ տրված գնահատականներին, որպիսի կանխենք հետագայում Հայաստանի Հանրապետության բնական իրավունքների եւ քաղաքացիների բնական իրավունքների հանդեպ թույլ տրվելիք ոտնձգությունները կանխելու համար։ Միջազգային հանրությունը ինչ որ տարբեր փուլերում թվում էր թե անհաղորդ է մնում, հա, հայկական այսպես կոչված նորագույն շրջանի հարցին, սակայն դա այդպես չէ։ Մենք մեր խնդիրների մեջ թաղված երբեմն ուշադրությունից բաց ենք թողնում տարբեր հանրային քաղաքական արտաքին հանրային քաղաքական գործիչների կարևոր արձանագրումները այս հարցի շուրջ, որովհետև մեզ նաև այդ թմբիրի մեջ, մոլորության մեջ ձգում են, որ մենք չնկատենք, որ մեր խնդիրը նաև կարևոր է ամբողջ աշխարհի համար։ Աշխատանքը պետք է տարվի ելնելով պետական ռազմավարության տեսանկյունից։ Լոկալ, այսինքն առանձին անհատների կողմից տարվող աշխատանքները շատ կարևոր են, բայց դրանք վերջնական լուծման կարող է բերել միայն պետությունը, հետևաբար պետական քայլերն են կարևոր։
Երբ մենք խոսում ենք ինչու աշխարհը չի արձագանքում մեր խնդիրներին, այստեղ պետք է հիշենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնած մարդիկ իրենք արդեն իսկ մեծագույն հարված են հասցրել մեր ազգային խնդրին եւ երբ որ նրանք արդեն իսկ հրաժարվում են ազգային խնդրին հետամուտ լինելու, դրա լուծման հետամուտ լինելու քայլեր ձեռնարկելուց, մենք չենք կարող որևէ երկրից պահանջել, որպեսզի նրանք զբաղվեն մեր խնդիրներով։ Մեր օրվա իշխանությունները տարբեր շրջանում թշնամական պետության Ադրբեջանի բարձրագույն իշխանության քիմքին հաճո հայտարարություններով արձանագրել են նրանց շահերը, նրանց հետաքրքրությունները, նրանց հարմար, նրանց պետությանը հարմար սցենարներ։ Հայաստանը պետք է հարմարվի նրանց ազգային հետաքրքրությունների տրամաբանությանը։ Սա աբսուրդ է, սա անթույլատրելի է, եւ սա բացարձակ չի խոսում ազգային հետաքրքրությունները առաջ տանելու մասին։ Կարծես այլ պետություններ շատ ավելի պաշտպանում են արցախցիներին, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Սեփական իշխանությունը, սեփական ձևակերպումը ճակերտների մեջ, որովհետև ես չեմ համարվում այսօրվա իշխանությանը մեր այսպես կոչվում է բառը անթույլատրելի է օգտագործել, որովհետև այլ պետությունների հետաքրքրությունները առաջ տանող իշխանությունը չի կարող համարվել մերը։ Հետևաբար օր առաջ այստեղ շատ իդեպ հարմար ձևակերպում է դրածո բառը, ես այդ բառը շատ եմ օգտագործում, որովհետև այո, դրածո։ Ճիշտ է։ Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր պետությունների կողմից գումարներ ստացած, ուղղորդված եւ այսօր արդեն անթաքույց ձևով հրահանգները իրականացնող իշխանությունները չեն կարող լինել մերը։ Ճիշտ է։ Միանշանակ թեև մի փոքր շեղվում ենք, բայց ez շատ կարևոր գնահատական է արձանագրելու համար։ Այո, նրանք չեն կարող լինել մեր իշխանությունը, չեն կարող լինել ժողովրդի իշխանությունը, ինչքան էլ որ արտաքուստ, այսպես ասենք, ընտրություններով ընտրվել են եւ այլն, եթե նրանք դավաճանել են Հայաստանի անկախության հռչակագիրը, եթե դավաճանել են մեր սահմանադրությանը, եթե դավաճանել են իրենց իսկ ներկայացրած ծրագիրը, որ Արցախի հետ կապված հանձնառություններ է ամրագրել եւ օրենքի կարգավիճակ ունեցող կառավարության ծրագիր է, եթե նրանք հայ ժողովրդի հետ աշխատում են կեղտոտ քարոզչամիջոցներով, հիբրիդայինի անվան տակ դրսի փողերով եւ տարբեր դրսից բերված տեխնոլոգիաներով եւ խորհրդատուներով աշխատում են իշխանություն ուրեմն պահելու համար կամ իշխանություն գրավելու համար, կապ չունի այդ իշխանությունը գրավվում է զենքով եւ ուզուրպացիան տեղի ունենում զենքով, թե ուզուրպացիան տեղի ունենում այլ միջոցներով, ուղեղների լվացման մեր իշխանությունները չեն։ Այո, շատ կարևոր արձանագրում ես անում, Մենուա, որովհետև հատկապես վերջին շրջանում այդ քարոզչական մեթոդները, որ այսպես ագրեսիվ ձևով օգտագործում են մեր ժողովրդի դեմ, էլի փորձելով մոլորության մեջ գցել նրան, համոզելով, որ այ տեսեք արտաքին ազդեցությունների միայն մեկ բևեռ կա, որը ճնշում է գործադրում Հայաստանում իրավիճակ փոխվելու կամ չփոխվելու ուղղությամբ, բայց այն բևեռը, որը հենց ուղիղ եւ բացահայտ ձևով ֆինանսավորում է իրենց, որպիսի իրենք այդ մյուս բևեռի նկատմամբ քայլեր ձեռնարկեն, դրա մասին ոչ ոք չի խոսում։ Հետևաբար սա նաև շատ կարևոր է կոմունիկացիայի տեսանկյունից, որ մեր հասարակությունը իմանա, եթե մենք խոսում ենք արտաքին ազդեցությունների մասին, ապա պետք է հստակ խոսենք բոլոր ազդեցություններից, բոլոր տեսակի կլինի հյուսիս, հարավ, արևելք, թե արևմուտք, ազդեցությունը արտաքին մնում է արտաքին ազդեցություն եւ մենք պետք է այստեղ հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն օտար պետություն ինքը բնականաբար առաջնորդվում է առաջին հերթին այդ պետության շահերով, այդ պետության ազգային առաջնահերթություններով, իրենց հետաքրքրություններով, տարածաշրջանում ազդեցությունների մեծացմամբ եւ նույնիսկ այդ պետությունները, որոնք որ տարբեր միջազգային ուրեմն հավաքների, ժողովների, համաժողովների ժամանակ ստեղծում են կոնվենցիաներ, խոսում են միջազգային իրավունքի մասին, վերադարձի իրավունքի մասին, մշակութային իրավունքի մասին, նրանք հենց այնպես չեն անում։ Սա արվում է, որպիսի բալանսը աշխարհում պահվի եւ երկրորդը, որպիսի ուրիշ պետություններ նաեւ իրենց հանդեպ չունենան որոշակի պահանջատիրություն։ Այսինքն որևէ մեկի անհատի, անձի, պետության
սիրուն աչքերի համար չեն այդ կոնվենցիաները հնարվում են, որովհետև պետք է պահպանել բալանս եւ յուրաքանչյուր պետություն ազգ պետք է հասկանա, որ իրավունք չունի մեկի նկատմամբ, նույնիսկ եթե պատմական ինչ որ պահանջատիրություն կամ կոնֆլիկտներ կան, հա, այդ պահանջատիրության հետևում թաքնված։ Այսինքն մենք սա պետք է գիտակցենք, որ սա միայն մեր անձնական հարցը չէ, այս հարցով մենք աշխարհում ստեղծելու ենք նախադեպ, որպիսի կամ ուժի միջոցով կարողանան գրավել եւ վերցնել ինչ որ մեկի գույքը, կամ այդ ուժը պետք է զսպվի։ Եվ մենք համամարտկային տեսանկյունից իրավունք չունենք հրաժարվելու այդ իրավունքի իրացումից։ Եթե հակիրճ։ Արցախի վերահայացման իրավատերը հայ ժողովուրդն է։ Միանշանակ։ Հիմա Աննա ջան, արի գանք այսպես առանցքային ու կարևորագույն եւ հետաքրքիր հարցին թերևս, ինչպես հարցին։ Ես եւ դու հայկական քվե կուսակցության, հայաքվե ազգային քաղաքացիական միավորման շրջանակներում միասնության թևերի հետ միասին, այսպես մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ մեր գաղափարական ուղենիշներից մեկը Արցախի վերահայացումն է։ Հիմա գանք հասկանանք ինչպեսին, եթե մենք կարողանում ենք վերցնել պատասխանատվություն Հայաստանի Հանրապետություն ղեկավարելու։ Ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու Արցախի վերահայացման մեր նպատակը կենսագործելու ուղղությամբ։ Սա Արցախի ուրեմն վերահայացումը անվտանգ արժանապատիվ ձևով իրականացնելու համար։ Ես առաջարկում եմ այս կարևոր հարցը քննարկենք։ Նախ կարծում եմ մի փոքր էմոցիոնալ մոտեցում պետք է ցուցաբերել, դա հնարավոր է շատերը քննադատեն եւ ասեն քաղաքականության հետ կապ չունեցող քայլ է, բայց կարևորում եմ հանրային տրամադրությունների էներգիան ճիշտ ուղղորդելու առումով։ Տեսեք, ուրեմն շատ կարևոր է, որ մեր քաղաքական գործընկերները նույն մոտեցումները ունեն արժեքային տեսանկյունից, այսինքն այս առումով ամենանպաստավոր իրավիճակն է ստեղծվել, որպեսզի գործընկերային հարաբերությունները զարգացվեն, առաջնահերթ նաև այս հարցի շուրջ։ Եվ ինչու եմ կարևորում հանրային տրամադրությունները այս առումով ճիշտ ուղղորդելու գործոնը, որովհետև օրվա իշխանության կողմից շատ ոչ ազնիվ խաղ է տարվում մարդկանց մանիպուլացնելու, թե Արցախի հարցի մասին խոսելը պատերազմ է բերելու։ Կարևոր է, որպեսզի մեր ժողովրդին կարողանանք մենք յուրաքանչյուրս բացատրենք, որ Արցախի վերահայացման եւ Արցախի տարբեր իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ պատերազմ չի կարող բերել։ Դա չանելը, Արցախը չվերահայացնելն է պատերազմ բերելու, որովհետև Արցախի չվերահայացումը նպաստելու է մեր ավելի թուլացմանը, իսկ ավելի թույլի նկատմամբ պատերազմ ավելի շատ է լինում։ Միանշանակ ավելի թուլացման եւ Հայաստանի, հայկական բնորանի, հայկական աշխարհի հերթական կտորները պոկելուն, որովհետև երբ որ դու քաշում ես քո պահանջատիրությունը սեփական իրավունքդ պաշտպանելու եւ այդ իրավունքը իրացնելու տեսանկյունից, դու հող ես նախապատրաստում նաեւ քո մնացած գույքը վերցնելու, քո հայրենիքի մնացած կտորները, կլինի Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը, Սևանը, Գեղարքունիքի տարբեր հատվածները, եւ սրանք միֆ չեն, այ հենց սա է պատերազմի եւ ավելի վտանգավոր ռիսկերի դրսևորման հողը, երբ որ փակում ես Արցախի հարցը, Արցախը շատ ենք ասել մեր դարպասներ, մեր վահաններ, եւ Հայաստանը այդ առումով մոտ 30 տարի կարողացել է Արցախով պաշտպանվել։ Այսօր Արցախը չկա։ Այսինքն առաջին քայլը, որ պետք է անենք, Աննա ջան, առաջին քայլերից մեկը մարդկանց հետ խոսելն է, մարդկանց հետ իրականությունը, հնարավորինս իրականությունը ավելի ճիշտ, ավելի օբյեկտիվ, մատչելի բացատրելն է, դարձնելն է, այո, որ Արցախը, այո, բացի նրանից, որ այստեղ մեր հայրենակիցներն են, իրենք ապրել են եւ
հանցագործության հետևանքով տեղահանվել են, բացի այդ արդարության կոմպոնենտից, Արցախը նաև Հայաստանի համար ռազմավարական խորություն է Հայաստանի Հանրապետության համար։ Այո։ Եվ Արցախով մենք շատ ավելի անվտանգ ենք լինելու, առանց Արցախ վտանգված ենք լինելու շատ ավելի շատ։ Վտանգված ենք եւ դա միֆ չէ։ Դրա ապացույցը այսօր Գորիս-Կապան ճանապարհահատվածի գրաված լինելն է ադրբեջանական զինված ուժերի կողմից, Տավուշի հատվածում, Վայոց ձորի հատվածում, Գեղարքունիքում, Սոտքի շրջանում, հայկական հանքի գրաված լինելու փաստը, այսինքն սրանք անբեկանելի, անհերքելի փաստեր են եւ աներկբա է այն նաեւ գործոնը, որ եթե նորից մենք հրաժարվենք Արցախի տարբեր իրավունքներն, ընդ որում այստեղ միայն վերադարձի իրավունքը չի, այնտեղ գոյություն ունեն մշակութային իրավունք, սեփականության գույքի իրավունքներ, չէ՞ որ ով պիտի դրա պատասխանատվությունը կրի։ Այսինքն մենք արդեն գալիս ենք երկրորդ ոնց որ անելիքին, Այո, հայցերը, միջազգային հայցերը պետք է դատարաններում, արբիտրաժային կառույցներում հայցերը։ Եվ մեր գործընկերները այս առումով լավագույն դիրքերում են, քանի որ իրավական մասնագետներ են, իրավական դաշտը հիանալի տիրապետում են եւ նաեւ տևական ժամանակ նրանց միջոցով գործարկված հիմնադրամը զբաղվել է Արցախի հայերի տարբեր իրավունքների ոտնահարման դեպքեր արձանագրելով, այդ իրավունքները վերականգնելու ուղղությամբ քայլեր տաներով ու նաև միջազգային հանրության մոտ, միջազգային տարբեր կազմակերպությունների մոտ այս բոլոր իրողությունները հասու դարձնելով, որովհետև եթե մենք նաև այն հատվածն է, որ ասում եմ միջազգային կազմակերպությունների հետ պետք է աշխատանք տանել, լավագույն օրինակն է, թե ինչպես է Թաթոյան հիմնադրամը աշխատել միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնելով իրողությունները այնպես ինչպես որ կան, ոչ թե պաշտոնական աղբյուրներից եկած տվյալները, որոնք երբեմն չէ, հիմնականում զեղված են եղել եւ լիարժեք չեն ներկայացրել իրականությունը այնպիսին ինչպիսին որ կա։ Այո, միջազգային բոլոր հայցերը վերադարձի իրավունքի վերաբերյալ, մշակութային իրավունքների, սոցիալական առումով, գույքի եւ սեփականության իրավունքի վերականգնման տեսանկյունից։ Եվ բոլորովին պետք չէ վախենալ, որ այ եթե մենք սրա մասին խոսենք, Ադրբեջանը ինչ որ ագրեսիվ քայլեր է դրսևորելու, Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ագրեսիվ ռետորաբանություն կիրառել եւ դա ուղղակի մոլորություն է, երբ որ նույնիսկ Հայաստանում հասարակական տարբեր սեգմենտներ ներկայացնող փորձագետներ սկսում են իրենց իսկ ժողովրդին մոլորեցնել, թե տեսեք, երբ որ մենք սկսում ենք խոսալ Ադրբեջանից ռետորաբանությունը ագրեսիվանում է, չկա այդպիսի բան։ Եղել են ժամանակաշրջան եւ երբ Հայաստանի կողմից բացարձակ այսպես դրսևորվել է շատ ճակերտավոր բարի դրացիական, իշխանության ռետորաբանությունը նկատի ունեմ, բարի դրացիական վերաբերմունք եւ մոտեցումներ, բայց Ալիևը շարունակել է իր խոսույթը արևմտյան Ադրբեջան ձևակերպման շուրջ, ընդ որում հավասարացնելով Արցախի հարցը արևմտյան Ադրբեջանի հետ։ Այստեղ ուզում եմ հիշեցնել, որ սա եւս պրոպագանդա է, այսինքն ամենաբարձր մակարդակով պետական ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ հասարակական կազմակերպությունները Ադրբեջանին, սա շատ լավ առաջ են մղում, ընդ որում իրենց թիրախը հայ հասարակությունն է։ Հայ փորձագիտական շրջանակներն են, ովքեր որ չեմ ուզում չունեմ ձեռքից տակ փաստեր ապացուցելու, որ նրանք միտումնավոր են անում, բայց աշխատում են եւ ջուր են լցնում այդ խոսույթը առաջ տանելու։ Երրորդը մենք ունենք շատ առավելություններ, այդ առավելություններից մեկը մեր սփյուռքն է։ Մեր սփյուռքահայ ազգակիցներն են, ովքեր որ տարբեր պետությունների որոշում կայացնող օղակների վրա ունեն ազդեցության որոշակի լծակներ եւ ունեն նաեւ հենց տեղում տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների, հասարակական քաղաքական միավորների հետ կապեր, որոնց հետ տարվելիք աշխատանքները կունենան ազդեցություն, որպեսզի այդ պետությունների ղեկավարները ավելի հաճախ անդրադառնան Արցախի վերահայացման
այդ իրավունքին։ Մենք արդեն իսկ քիչ առաջ նշեցինք, որ տարբեր պետություններ իրենց հայտարարություններում անհրաժեշտ, ուրեմն ընդգծել են, կարևորել են այդ հանգամանքը։ Հետևաբար պետք է այդ ուղղությամբ հանրային track 2, այսպես ասած, դիվանագիտության միջոցով, երբ որ մենք կլինենք պետություն, այդ պետության պատասխանատվություն, երբ որ մենք կլինենք իշխանություն, համակարգված ձևով կտանենք նաև այդ քաղաքականությունը։ Այո, լոբիստական տարբեր շրջանակներ կան, որոնք Սփյուռքում աշխատում են, Սփյուռքի տարբեր համայնքներում եւ դրանք բավականին բարձր հեղինակություն ունեն։ Այդ դերակատարների աշխատանքը առերևույթ ձևով կարելի է չնկատել, սակայն նրանք շարունակաբար տասնամյակների ընթացքում աշխատել են, փորձել են կապերը պահպանել եւ զարգացնել տարբեր պետությունների, հիմնականում եվրոպական պետությունների պետական օղակների հետ, փորձելով նրանց հետ աշխատանք տանել, իրականությունը ներկայացնել եւ այդ աշխատանքի արդյունքը եղել է այն, որ այդ պետությունների ծանրակշիռ մասը հստակ եւ աներկբա դիրքորոշում է ունեցել Արցախի կոնֆլիկտի վերաբերյալ եւ այդ երկրները ըստ էության չեն հրաժարվել իրենց կողմից արտահայտած դիրքորոշումներից եւ արձանագրել են ոչ միայն 22, այլ նաեւ 23 եւ 24 թվականներին էլի տարբեր այսպես ասած հավաքական հայտարարությունների տեսքով։ Թվում է թե հայտարարությունները ազդեցություն չունեն, սակայն դրանք արձանագրումներ են, որոնք միջազգային իրավական հարթությունում հետագայում կարելի է շատ լավ ոնց վրա պետությունը հիմնվում է։ Այո։ Հաջորդը, Աննա ջան, կարծում եմ, որ տնային աշխատանքն է, այստեղ նաև հենց մեր արցախցի հայրենակիցների հետ։ Մենք մեր արցախցի հայրենակիցների հետ եւս որոշ աշխատանքներ ունենք անելու վերադարձը հետագայում ապահովելու համար։ Եթե մենք այդ աշխատանքները չանենք, վերադարձը ավելի դժվար է լինելու։ Միանշանակ։ Առաջին հերթին ոգևորությունը նրանց մեջ փորձել պահել, ոչ թե սին հույսեր ներարկել, պաթետիկ խոսքերով, որ եւ կենացներով տարբեր միջոցառումների սեղանների շուրջ, որ այդ տեսեք մենք անպայման վերադառնալու ենք, շատ պրակտիկ։ Մարդկանց պետք է բացատրել, հասկացնել, որ սեփական իրավունքները բարձրաձայնելու եւ այդ իրավունքներին տեր կանգնելու իրավունք իրենք ունեն։ Ինքնությունը պահպանել, հիշողությունը պահպանել, հիշողությունը, ավանդույթները, սովորույթները եւ այդ ամենը կարելի է արտահայտել սեփական մշակույթը տարածելու սկզբունքով։ Այսինքն դա նաև նշանակում է, որ բոլոր այն մշակութային կազմակերպությունները, կրթական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք եղել են ու այսօր փաստացի մեծագույն մասը կազմալուծված, լուծարված, կազմաքանդված վիճակում են գտնվում, պետությունը պետք է իր ձեռքը վերցնի այդ գործը, նորից համախմբի, իմի բերի, որպեսզի այդ կազմակերպումը գործընթացի դյուրին լինի, հեշտ լինի, որպես տնային աշխատանք դա պետք է անել։ Բայց դա շատ հեշտ կլինի, գիտեք, որովհետև այո, նշեցիր մենուա, որ կազմաքանդվել են պետական առումով, այսինքն պետական հովանավորություն այս պահին չկա, սակայն տեղերում գործում են։ Ինքնակազմակերպվել են եւ գործունեությունը թեև դժվար եւ հարվածների ներքո նրանք շարունակում են գործել։ Դե եթե Ադրբեջանում չեղած տեղը արևմտյան Ադրբեջանի կազմակերպություն են ստեղծում, հեռուստաընկերություն են ստեղծում եւ այլն, մենք եղած տեղը որպես պետության ղեկավարություն պետք է այդ գործընթացը տանենք։ Եվ ի վերջո երբ որ Հայաստանի նորմալ ազգային իշխանությունը կբարձրացնի Արցախի վերահայացման հարցը, արցախցիների վերադարձի հարցը, այդ հարցը հաջողություն կունենա նաև այն դեպքում, երբ որ Հայաստանը կլինի կենսունակ, ուժեղ պետություն եւ վերականգնած կլինի ռազմական բալանսը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այո։ Անվտանգությունը թիվ 1 հիմնախնդիրն է։ Մյուս խնդիրները իհարկե չպետք է ստորադասել, սակայն այսօր առաջնահերթությունը այդ անվտանգությունը եւ անվտանգության զգացումը ժողովրդի մեջ արտնացնելն է։ Ռեալ գործողություններով, ռեալ քայլերով։ Խաղաղությունը չի ենթադրում, որ պետք է բանակը կազմալուծվի, կազմաքանդվի եւ զինվորականությունը ծրվի տներով, թիվը կրճատվի եւ այլն։ Պրոֆեսիոնալ բանակը տասնամյակների աշխատանք է իրենց ենթադրում։ Մինչև դրան հասնելը դու ունես բանակ,
որը պետք է ամրապնդես։ Մինչև չամրապնդես, քո հետ ոչ ոք խաղաղության լեզվով չի խոսելու։ Ճիշտ։ Ես շնորհակալ եմ այսօրվա Ես էլ։ քննարկման համար։ Հաջողություն։ Հաջողություն։